Սիրելի հայրենակիցներ, բարի օր ձեզ։ Քիչ առաջ մի տեղեկություն ստացա, կարդացի, ծանոթացա, որն ուզում եմ հրատապ կարգով կիսել ձեզ հետ։ Հրատապությունը ոչ թե ժամկետների, այլ փաստի մեջ է, մի հերթական զարհուրելի նախկինում տեղի չունեցած երևույթ։ Ուրեմն այսօր մտա, գիտեք, ես կրթության ոլորտի մասին շատ չեմ սիրում խոսել։ 2016 թվականից հետո այլևս չհանդիսանալով Հայաստանի կրթության և գիտության նախարար շատ քիչ եմ անդրադարձել կրթության հարցերին, թողնելով այդ ոլորտը զուտ մասնագիտական քննարկումներին, թեպետ հատկապես այս իշխանությունների օրոք բազմաթիվ առիթներ եղել են և որոշակի հոդվածներով ակադեմիական քաղաքից մինչև հանրակրթության ոլորտի խնդիրներ, եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը կասեցնելուց մինչև ռազմայնասիրական դաստիարակության և ՆԶՊ-ի խնդիրներ անդրադարձել են։ Այսօր մտա ուրեմն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կայքը, չգիտեմ, երևի հայելային լավ չի երևում, մի խոսքով AGSC.am Եվ տեսա ուրեմն հետևյալը, հունվարի 30-ով տեղադրված մի հայտարարություն, որը կոչվում է ուսման հրավեր։ Հայտարարությունը ծանոթանալով նորից կլիշե է, բայց իրոք իրականությունը պետք է կրկնեմ, չեղած մազերս բիզ-բիզ կան նրան։ Ուրեմն պարզվում է հայտարարության հրավերը, այս տեքստը, որ կարող եք գտնել կայքի նորությունների բաժնում, հետևյալի մասին է. Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը, որ 2026 թվականի հունվարի 10-ին մեկնարկել է Թուրքիայի կրթաթոշակային ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջին մասնագիտական բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունման գործընթացը։ Ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները, գրված է այս հայտարարության մեջ։ Դիմումների ընդունումը իրականացվում է առցանց համակարգի միջոցով, տրված է ուրեմն թուրքական կառավարական պետական կայքի ուրեմն հասցեն մինչև 26 թվականի փետրվարի 20-ը։ Նաև շարունակություն կա, թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում առցանց հանդիպում կազմակերպել հնարավոր դիմորդների հետ ծրագրի մանրամասները ներկայացնելու համար։ Սա զավեշտել չի արդեն, սա խայտառակություն է։ Երբեք, կրկնում եմ, երբեք թուրքական կառավարության պետական կրթական ծրագրերի շրջանակներում Հայաստանի կառավարությունը և կրթության համար պատասխանատու գերատեսչությունը չի հանդիսացել գործընկեր, չի տարածել թուրքական պետական կրթական ծրագրերի մասին տեղեկատվություն իր պաշտոնական կայքէջում, չի խրախուսել այդպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությունը թուրքական, նորից եմ կրկնում, պետական կրթական ծրագրի շրջանակներում։ Այսինքն կրթական համակարգի և բովանդակային թրքացման հետ մենք գործ ունենք վերջի տարիների հակազգային, հակապետական քաղաքականության հետևանքով, նաև հիմա ունենք, այսպես ասած, ճռչացող, զռացող մի երևույթ, որ Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունը կրթության համար պատասխանատու գովազդում է և տարածում է պաշտոնապես թուրքական պետական կրթական ծրագրի, թուրքական կրթության գիտության նախարարության ուրեմն ազդը, հայտը առ այն, որ կա այսպիսի կրթաթոշակային ծրագրեր։ Հայ ուսանողներ սովորել են Թուրքիայում այս ընթացքում, այո, սովորել են։ Ռուբինյան Ռուբենը դրա վառ ապացույց է և բազմաթիվ այլ մարդիկ գուցե, բայց դա երբեք չի եղել պետական կրթական քաղաքականության մաս, դա կարող է եղել է երկկողմ կամ անհատական դիմումների հիման վրա, այս կամ այն միջհամալսարանական կապեր եվրոպական կրթական ծրագրերի շրջանակներում, բայց որ կրթության պետական հիմնարկը Հայաստանի տարածի Թուրքիայի պետական կրթական հիմնարկի հայտարարությունները եւ այդքանով խրախուսի հայ քաղաքացիների կրթությունը թուրքական, նորից եմ կրկնում, պետական կրթական
կրթաթոշակային ծրագրով այսպիսի զավեշտ, այսպիսի ափաշ քերախայտարակություն այս ոլորտում երբեք չի եղել։ Մի փոքր, բայց շատ կարևոր ապացույցն է այն բանի, թե ինչ խորքային են պլանավորել Հայաստանի տարբեր ոլորտների թերքացման գործընթացները այս պրոցեսի ճարտարապետները, եթե արդեն, իսկ դուք հասկանում եք, չէ՞, որ թուրքական պետական կրթական ծրագրով գնալու պարագայում որքան մեծ է առնվազն թուրքական ազդեցության գործակալ դառնալու հավանականությունը, եւ Հայաստան այո ունի տարբեր կներեք հազի համար միջպետական կրթաթոշակային ծրագրեր, մշտապես այլ երկրներից կրթաթոշակային ծրագրերի մասին տեղեկություններ կայքերով տարածվել են Ռուսաստան, Չինաստան, Ավստրիա, Լիտվա, Ռումինիա, Բուլղարիա, այսինքն երկրներ, որոնցից այս մակարդակի վտանգ ազգային անվտանգությանը չկար, այսինքն Հայաստանի կրթության, գիտության եւ այլի նախարարությունը պետական մակարդակով խրախուսում է Թուրքիայում թուրքական պետության ազդեցության տակ հայ ապագա ուսանողների ընկնելու ծրագիրը, ինչը շոկային է ինձ համար որպես ոլորտի մարդու եւ մարդու ով ժամանակին այս խնդիրները կառավարելա որպես նախարար։ Սա է ուզում ձեզ որպես հրատապլուր ներկայացնել, կարող եք մտնել կայքեջ եւ համոզվել ինքներդ, թե խայտարակության աստիճանը, բարոյական անկումը ուր է հասել։ Այսքանով կմնանք կապի մեջ, լավ որ, հնարավորինս լավ որ եւ ազատություն բոլոր քաղբանտարկյաններին։